Հայաստանը արդեն 200 տարի Ռուսաստանի տիրապետության կամ ազդեցության տակ է, բայց պետք է ասել, որ առաջին 100 տարում Հայաստանի տարածքում ռուսերեն իմացողները այնքան էլ շատ չեն եղել, մինչև Հայաստանի սովետականացումը 1920 թվականը։ Հայաստանում ռուսերեն գիտեին հիմնականում նրանք, ովքեր սովորել էին զինվորական ուսումնարաններում, գիմնազիաներում կամ մտավորականները։ Հասարակ մարդկանց մեծ մասը ռուսերեն չգիտեր։ 1920 թվականից հետո ռուսները իրավիճակը փորձեցին փոխել և կարողացան։ Բացվեցին բազմաթիվ ռուսական դպրոցներ, հայկական դպրոցներում մտցվեց ռուսերենը որպես պարտադիր առարկա, որը մինչև հիմա էլ գոյություն ունի։ Ռուսերեն լեզվով ռադիո, հեռուստատեսություն, թերթեր։ Անկախությունից հետո, երբ ռուսական դպրոցները փակվեցին, հայկական դպրոցներում էլ ռուսերենի վիճակը բավականին թուլացավ և այժմ բազմաթիվ մարդիկ կան Հայաստանում, հատկապես երիտասարդների շրջանում, ովքեր ռուսերենին համարյա չեն տիրապետում։ Արդարության համար պետք է ասել, որ սովետական շրջանում էլ կային մարդիկ, ովքեր լավ չէին տիրապետում, նույնիսկ մտավորականներ։ Դրա ամենավառ վկայություններից մեկը այժմ են կաթողիկոսն է, որը ռուսերենին համարյա չի տիրապետում։